Խորհրդարանի նախագահը արձագանքում է Գերմանիայի դեսպանի հայտարարություններին եւ նշում, որ ստախոս է նա, ով բռնությունը անվանում է խաղաղ բողոք։ Շալվա Պապուաշվիլիի խոսքով դիվանագետներին վախեցնելուց շատ ավելի վատ է այն, ինչ արվում է Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։ Հիշեցնենք, որ Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը Բաթու Մելեբիի մոտ տված հարցազրույցում ասել էր, որ դիվանագետների նկատմամբ վրացական երազանքի առաջնորդների հայտարարությունները, թե դու ստախոս ես եւ աջակցում ես բռնությանը, զվարճալի չեն։ Վրաստանի վերաբերյալ քննարկում է անցկացվել Հադսոնի ինստիտուտում։ Վրաստանը աշխարհաքաղաքական խաչմերուկում Իրանի ազդեցությունը եւ ռազմավարական մրցակցությունը խորագրով քննարկմանը մասնակցել են նախկին падգամավոր Գեորգի Կանդելագին եւ ամերիկացի հետազոտող Լուք Քոֆին։ Քննարկումներին մասնակցել է նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետական կուսակցության անդամ Ջո Ուիլսոնը, որը հայտարարել է, որ Վրաստանի իշխող կուսակցությունը համագործակցում է Թեհրանի ահաբեկչական ռեժիմի հետ։ Հադսոնի ինստիտուտում արված հայտարարություններին այսօր արձագանքել է խորհրդարանի նախագահը։ Քննարկման թեմա է դարձել ընդդիմադիր դաշինքի կողմից մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքը։ Նախատեսվող բողոքի ցույցին աջակցություն է հայտնել Միխեիլ Սաակաշվիլին։ Իշխանության տապալման կարևորության մասին զրուցել է պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան։ Սպասվող ցույցին միացել է նաև ազգային շարժման քաղաքական խորհրդի նախագահ Լևան Խաբեիշվիլին բանտից ուղարկած նամակով։ Անկախության օրը նախատեսված հանրահավաքը քննադատվում է ընդդիմության մի մասի կողմից, իսկ իշխող թիմում հայտարարում են, որ այն դատապարտված է հերթական ձախողման։ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չեն կարողանում համաձայնության գալ Իրանի հետ պատերազմի ապագայի հարցում, գրում է CNN-ը։ Հաղորդման տեղեկացմամբ նրանց միջև տեղի է ունեցել լարված հեռախոսազրույց, որտեղ արտացոլվել են Իրանի դեմ ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ տարբեր դիրքորոշումները։ CNN-ը գրում է, որ սա վերջին օրերին նրանց առաջին քննարկումը չէր։ Կիրակի օրը տեղի ունեցած խոսակցության ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ հավանաբար կսկսի Իրանի դեմ նոր նպատակային հարվածներ իրականացնել։ Սակայն այդ հաղորդակցությունից մոտ 24 ժամ անց Թրամփը հայտարարեց հարվածները դադարեցնելու մասին այն բանից հետո, երբ նրան դա խնդրել էին Պարսից ծոցի դաշնակիցները՝ Կատարը, Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ CNN-ի տեղեկությամբ Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցությունները զայրացնում են Իսրայելի վարչապետին, որը երկար ժամանակ հանդես է եկել Թեհրանի նկատմամբ ավելի ագրեսիվ մոտեցման օգտին։ Թրամփի պաշտոնատար անձանց եւ իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ Նեթանյահուն պնդում է, որ Իրանի վրա հարձակման հետաձգումը միայն օգուտ կբերի Թեհրանին։ Հեռախոսազրույցի ժամանակ ըստ աղբյուրների Նեթանյահուն Թրամփին ասել է, որ իր կարծիքով նախատեսվող հարվածների հետաձգումը սխալ էր։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնության հասնելու լավ նշաններ գոյություն ունեն, հայտարարում է Մարկո Ռուբիոն։ Նա նաեւ նշել է, որ չի ցանկանում չափազանց լավատես լինել, սակայն Պակիստանի միջնորդությամբ ընթացող բանակցություններում կա առաջընթաց, միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնը գործ ունի համակարգի հետ, որը ինքնին որոշ չափով մասնատված է։ Ռուբիոն նաեւ նշել է, որ ցանկացած դիվանագիտական համաձայնություն հնարավոր չի լինի, եթե Իրանը Հորմուզի նեղուցով անցման համար վճար սահմանելու փորձ անի։ Բելարուսի նախագահը հայտարարում է, որ իր երկիրը չի պատրաստվում ներգրավել Ուկրաինայի դեմ պատերազմում։ Լուկաշենկոն այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Վոլոդիմիր Զելենսկին ենթադրել էր, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա Բելարուսի տարածքից։ Միաժամանակ Լուկաշենկոն զգուշացրել է Կիևին, որ ագրեսիայի դեպքում Բելարուսն ու Ռուսաստանը միասին կպաշտպանվեն։ Բելարուսի առաջնորդը նաև հայտնել է, որ պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, եթե Ուկրաինայի նախագահը նույնպես ցանկանա զրուցել։ Ամերիկան հաստատել է Ուկրաինային $108 միլիոն արժեքով հրթիռային համակարգի սարքավորումների վաճառքը։ Պետվարչության տվյալներով որոշումը պատասխան քայլ է Ուկրաինայի կառավարության խնդրանքին։ Նշվում է, որ ՀԱԿ հրթիռային համակարգը կօգնի Ուկրաինային ընթացիկ եւ ապագա սպառնալիքների դեմ պայքարում։ Բլումբերգը գրում է նաեւ, որ Ռուսաստանի կողմից Սթարլինկի խափանումից հետո Ուկրաինան վերադարձրել է կարևոր տարածքներ։ Թուրքիայի դատարանը պաշտոնից հեռացրել է ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին։ Անկարայի վերաքննիչ դատարանի որոշմամբ չեղարկվել են Հանրապետական ժողովրդական կուսակցության 2023 թվականի ղեկավար ընտրությունների արդյունքները։ Լրատվամիջոցների տեղեկացմամբ կուսակցության համագումարում արձանագրված խախտումների պատճառով արդյունքները անվավեր են ճանաչվել։ Ըստ դատարանի որոշման Օզելին պետք է փոխարինի կուսակցության նախկին ղեկավար Քեմալ Քելեչդարօղլուն։ Ինչպես գրում են լրատվամիջոցները, կուսակցությունը
կառավարությունը մերժել է դատարանի որոշումը եւ այն գնահատել որպես կառավարության կողմից հեղաշրջման փորձ, մինչդեռ կառավարությունը, որը հերքում է ընդդիմության քննադատությունները, հայտարարել է, որ դատարանը որոշումը կայացրել է օրենքի գերակայունության սկզբունքով։ Դատարանի որոշման հրապարակումից հետո Հանրապետական ժողովրդական կուսակցության գրասենյակի մոտ բողոքի ցույց են անցկացրել հարյուրավոր մարդիկ։ Հազվագյուտ հիվանդությունների դեղամիջոցներ, առաջնային առողջապահություն եւ այլ հարցեր քննարկել է առողջապահության նախարարը առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի հետ հանդիպման ժամանակ։ Քննարկվել են առողջապահության ոլորտում ընթացող եւ նախատեսվող բարեփոխումները, համընդհանուր առողջապահական ծրագիրը, դեղերի հասանելիության բարձրացումը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության ուղղությունները։ Նշվել է, որ առաջնային առողջապահության ուժեղացումը եւ ընթացիկ փոփոխությունները զգալիորեն նպաստում են բնակչությանը որակյալ ծառայությունների մատուցմանը եւ համակարգի զարգացմանը։ Հանդիպումը տեղի է ունեցել նախարարի Ժնև կատարած այցի շրջանակներում։ Կլրանար Վախուշտի Կոտետիշվիլիի 90 տարին։ Ռուսթավելիի թատրոնում տեղի է ունեցել բանաստեղծի, գիտնականի եւ հասարակական գործչի 90-ամյակին նվիրված երեկո։ Գրական դրամատիկական կոմպոզիցիան կառուցված էր Վախուշտի Կոտետիշվիլիի բանաստեղծությունների, կենսագրական վեպի եւ գրառումների հիման վրա։ Նախագիծը իրականացվել է մշակույթի նախարարության աջակցությամբ։